իրականում գործընկերներս մեծ մասամբ ասեցին, այն ինչս մերի ասեի, բայց ասում արջը 7 երգ ունի, 7-ն է ենթակառուցվածքի մասին, այդ իմ սիրած երկերն է, մի քիչ խոսենք ենթակառուցվածքից, Հայաստանում ըստ էության պոպուլիստ ավտորիտար ռեժիմ է, անձնակենտրոն, մեկ անձի շուրջ կառուցվող, եւ աշխարհում գրեթե բոլոր պոպուլիստները դեռ անհիշելի ժամանակից, հին Հռոմից, հին Հունաստանից, ինչ որ նման բաներ ունեն, դրանցից մեկը օրինակ ազատ խոսքը ճնշելն է, ազատ խոսք արտահայտողներին վարկաբեկելն է, իրանց դեմ հանրությանը կամ պոպուլիստների սիրած բառը ժողովրդին լարելն է, եւ եթե երբևէ մենք ժամանակ ունենանք հետազոտելու, Հայաստանում 18 թվականից այս կողմ կատարվածը ուշադիր, մենք կտեսնենք, որ համարյա առաջին իսկ օրերից իշխանափոխության շատ հետևողական, շատ լավ մտածված, մենք այն ժամանակ դա ծաղրում էինք, մեզ թվում էր ինչ-որ էմոցիոնալ անհավասարակշռության հետևանք է դա, բայց իրականում երբ որ ուշացած արդեն խորանում ես, տեսնում ես, որ լրիվ ոնց որ դասագրքով լինի, տենց նույնիսկ խոսք կա, որ կան բռնապետերի դասագրքեր ու լրիվ այդ դասագրքով առաջ է գնում։ Հիշացնեմ, ինչպես էր դեռ նույնիսկ մինչև իշխանափոխությունը, ինչպես էին հարձակվում լրագրողների վրա, երբ որ իրանք համարձակվում էին ինչ-որ հարց տային հեղափոխության առաջնորդին։ Սա պատահական բան չէր ու սա հետո ինստիտուցիոնալ ձևով արդեն այսօր դա դառել է ոնց որ նորմ, որ պետական պաշտոնյաները, այդ թվում ազգային ժողովի պատգամավորները, օրինակ, շատ հանգիստ վիրավորում են լրագրողներին, հարձակվում են լրագրողների վրա։ Մենք դեպքեր ունենք, երբ պատգամավորը լրագրողի ձեռքից հեռախոսախլել տարել է, հետո կարծեմ օրեր անց վերադարձվել է։ Այդ հեռախոսից նյութ է չնջվել։ Okay. Մի խոսքով, ես նաև հիշում եմ դեռ կարծեմ 19-20 թվականներին իշխանամետ լրատվամիջոց ասեմ, աղբալիք ասեմ, չգիտեմ, յութուբյան են օդիո զալիքներից մեկը, մի օր չծուլացա հավաքեցի, թե ինչ հետևողական ձևով, պարբերաբար թելադրում են նորմեր լրագրողների հետ վարելու, օրինակ, չգիտեմ, այս ինչը ապտակեց լրագրողին, այս ինչը շշպռեց լրագրողին, այս ինչը լրագրողի պորտը տեղը դրեց, ինչ որ վիդեոները նայում ես լրիվ անկապ բաներ են, բայց վերնագրով դա սենց ուղեղների մեջ այդ լսարանի բան արվում։ Հիշեցնեմ, օրինակ, շատ ակնհայտ բանեղած արշավները, ակնհայտ համակարգված արշավները, երբ որ օրինակ Armnews-ի դեմ արշավ էր արվում, ու ինչ որ նոյեմբերյանում, Armnews-ը նոյեմբերյան չէր հեռարձակվում, բայց նոյեմբերյանում իբր փողոցում մարդիկ հանդիպում էին վարչապետին, ասում էին փակեք այդ Armnews-ը, բայց իրանք Armnews չէին կարող նայել, էլի։ Մի խոսքով։ Մի խոսքով, մի կողմից այդ ատելության սերմանումը, այդ արհամարական մոտեցումը լրագրողներին, դա 7 տարի է արվում է, աշխատում է, մենք դա տեսնում ենք։ Երկրորդը ենթակառուցվածք է ստեղծվել իրավական, որը հաճախ նույնիսկ աննկատ ձևով, գոնե լայն հանրության համար աննկատ ձևով սահմանափակում է լրատվամիջոցների հնարավորությունները։ Օրինակ, ոչ մեկ համարյա չնկատեց, ես դες քննարկումներ չեմ տեսել, ինքս եմ մի քանի անգամ այդ հարցը բարձրացրել, բայց ինչպես եղավ, որ մամուլի բոլոր ակումբները փակվեցին։ Դա եղել է օրենսդրական փոփոխության, այսպես ասած, շնորհիվ, պատճառով,
Անդե գովազդի հետ կապված ինչ որ մի թեթևությունին արեցին, արդյունքում մամուլի ակումբները ուղղակի չկարողացան շարունակել, որտեղ իրենց ֆինանսական աղբյուրները կտրվեցին, էլ չէին գալի հեռուստաընկերությունները այդտեղ, որովհետև հետևում եղած գովազդները խոսողի բան էին արել, որ եթե հեռուստատեսությունը այդ գովազդով նյութա տալիս, ուրեմն դա գովազդ է, այդ զադնիկի, հա, այսպես ասած, նյութը ուրեմն պետք է այդտեղից հարկ վճարի։ Բարձրավոր հեռուստաընկերությունները չէին գնում մամուլի ակումբներ, ու մամուլի ակումբները, որտեղ հաճախ ընդամենը 2 հոգի մարդեր աշխատում, ուղղակի փակվեցին։ Մի որոշ ժամանակ մամուլի ակումբը աշխատեց արևմտյան ֆինանսավորումով այդ մեդիա կենտրոնը, բայց իրանք փակվեցին USAID, ողորմածիկ USAID-ի բանից հետո փակվելուց հետո ու այսօր Հայաստանում ըստ էության մամուլի ակումբ ոչ նու մնացել է Armenpress-ի մամուլի ակումբը, մեկ է կառավարը ասուլիսների կենտրոնը, հա? Նոր տեղ էլ է բացվել Alpha News-ին։ Հա, նու ակնհայտորեն դա ոչ ինքնուրույն ֆինանսավորվող բաներ են, էլի։ Մեկ այլ օրինակ էր, էլի գովազդի մասին օրենքը բզբզալով հմեկին հնարավորություն տվեցին ճակերտավոր հավասար պայմաններով դուրս գալ գովազդի շուկա, այն դեպքում, որ հմեկի բոլոր ծախսերը, ու մեծամասնությունը լավ հոգում են պետական բյուջեից, այսինքն անհավասար մրցակցային պայմաններ ստեղծեցին, ինչը էլի հարվածեց։ Ու այսպես շատ տարբեր մանր մուներ օրենսդրական փոփոխություններով հաճախ աննկատ, երբեմն այդ նորամուծությունները լինում են, անցնում են ինչ-որ ժամանակ, չեն էլ կիրառում, մեկ էլ հոպ, ինչ-որ մի գեղեցիկ օր երկնքից հայտնվում է ինչ-որ մի հատ նորություն ու պարզվում է, որ հիմա աշխատանքը կտրուկ բարդացել է։ Մենակ էս իրական շահառուների թեման, որը լրացուցիչ բյուրոկրատական բեռ է ստեղծում, այդ թղթաբանության բեռ է ստեղծում եւ ՀԿ-ների համար եւ լրատվամիջոցների համար։ Մի խոսքով, սենց բազում բաներ կա, ինչքան ուժեղանում է օրինակ նույն վերահսկողությունը անկանխիկի նկատմամբ, բանկերի նկատմամբ, բարդանում է, օրինակ շարքային քաղաքացին հիմա 100 անգամ կմտածի ինչ-որ մի ՀԿ-ի կամ ինչ-որ մի ԶԼՄ-ի թեկուզ որպես նվիրատվություն գումար փոխանցի թե չէ, որ վաղը տեսնելու են գան հետևից, հա։